պատիվ ունեն հայտարարել ուժեղ Հայաստան կուսակցության ստեղծման մասին։ Ուժեղ Հայաստան ապագա կառուցողներ, կարող եք եկել։ Նոր առաջնորդ մեծ փորձով նա գալիս է ժողովրդի միջից։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը տալիս է վերջին ամիսներին ամենասպասված, ամենահաճախ հնչած հարցի պատասխանը։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Ինչպես է հաղթահարվելու սահմանադրական արգելքը։ Մայրօրենքի 148-րդ հոդվածը սահմանում է կառավարության անդամին ներկայացվող պահանջները։ Մասնագետները վստահեցնում են այդ հոդվածը անփոփոխելի դրույթ չէ, անհրաժեշտության դեպքում կարող է փոխվել խորհրդարանում։ Ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Թիմակիցներին, համակիրներին, հայ ժողովրդին Սամվել Կարապետյանի ուղերձը փոխանցվում է արհեստական բանականության միջոցով։ Ասելիքը հստակ է, հայ ժողովրդի քաղաքացու ձայնը լռեցնել հնարավոր չէ։ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է, ու փոքրիկ խմբակ արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Արտաքին քաղաքականությունից մինչև սոցիալական ոլորտ ու տնտեսություն ձախողումների շղթան ձգվում է բոլոր ոլորտներում։ Խաղաղություն են խոստանում, առանց ուժեղ պետության խաղաղություն չի լինի, ասված է Կարապետյանի ուղերձում։ Խաղաղություն առանց ուժեղ պետության կոչվում է անձնվեր։ Նրանք հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմի։ Սա հերթական սուտն է հանրությանը վախեցնելու համար։ Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ուժեղ եւ արժանապատիվ խաղաղություն։ Ամուր խաղաղության հիմքում ուժեղ ու ժամանակակից բանակն է, եւ ուրեմն ուժեղ Հայաստանը գործուն քայլեր է խոստանում նաեւ այս ուղղությամբ։ Հստակ ու սրընթաց քայլերով վստահեցնում են մարդկանց կյանքում տեսանելի բարեկեցությունն ապահովելու։ Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, այլ պետք է անել ճիշտ հակառակը։ Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել արժանապատիվ ապրելու եւ արժանապատվորեն աշխատելու, վարձատրվելու երանելի տուն։ Ուժեղ Հայաստանը այսօրվա խոստումն ու վաղվա իրականությունն է։ Հայաստանի նոր, խաղաղ, ապահով ու բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսելու ենք ընտրությունների հենց հաջորդ օրվանից։ Հանուն եկեղեցու ու ազգային արժեքների ծնված մեր ձևով շարժումը եւս կուսակցությանը զուգահեռ շարունակելու է գործունեությունը, որովհետեւ Սամվել Կարապետյանի թիմի նպատակը միայն քաղաքական գործունեությունը չէ։ Մենք ստեղծում ենք այնպիսի Հայաստան, որտեղ երիտասարդները չեն փախչի, այլ կմնան եւ կկառուցեն, որտեղ ընտանիքները կապրեն արժանապատիվ, որտեղ գյուղերը կվերակենդանանան, որտեղ գործարանները կվերաբացվեն, որտեղ աշխատանքն ու արժանապատվությունը կրկին կլինեն բարձրագույն արժեք։ Սա է ուժեղ Հայաստանը։ Մեր երկրում ընտրությունը մնալ թե գնալու, ենթարկվել թե գործելու միջև է։ Նարեկ Կարապետյանն ասում է, Հայաստանն այսօր ջրբաժանի առջև է, քայլանել դեպի վերածնունդ, թե մնալ նույն տեղում։ Գիտեք ինչն է խնդիրը, որ չեն փոխում արտողից։ Ուզում են երրորդ անգամ էլ շանս տանք իրենց։ Սովը արգել է այնակիցներ, այս մարդիկ սոված են։ Դրա համար չեն հարգում երրորդ ժամկետն են լսին։ Ժամանակն է, որ մեր երկիրը ունենա ուժեղ առաջնորդ, ուշտ առաջնորդ, լուրջ առաջնորդ։ Ոչ թե խոստումներ օդում, այլ իրական արդյունք է խոստանում ուժեղ Հայաստանի թիմը։ Հույս ու հավատով լցված են նաև քաղաքացիները, որոնց սրտով է ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն, հավատում են փոփոխությունների ժամանակը եկել է։ Հավատում եմ իրան, վստահում եմ, ինքը կռա մեր երկրի լավ ղեկավար է ու այս ճգնաժամից դուրս բերե։ Ունենանք մենք տնտեսապես հզոր Հայաստան։ Այդ մարդը արժանապատվության
մեր ազգային արժանապատվության հայ մարդու չափանիշը։ Մենակ Սամվելը կարա այս երկիրը այս վիճակից անի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։